Հայաստանի ազգային ժողովի վրա կատարված հարձակումից անցել է 26 տարի, 1999 թվական։ Ահաբեկչական խումբը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ այժմ բեկեց Հայաստանի պատմության ընթացքը։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ՑՄ ազատազրկման։ Երկար տարիներ այս դեպքը տարբեր քննարկումների համատեքստում, այդպես էլ համարվում է չբացահայտված։ 2018 թվականին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ բացահայտել այս գործը։ Օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է բացահայտենք հոկտեմբերի 27-ը, ինչի նկատի ունի։ Եթե խոսքը գնում է կատարողների մասին, ապա նրանք այնտեղ նստած են։ Մի մասը արդեն ինքնասպան են եղել, մի խոսքով նստած են։ Եթե խոսքը գնում է, ես ենթադրում եմ, խոսքը գնում է պատվիրատուների մասին, մեր կարողությունները հետախուզական հատկապես, հակահետախուզական առավել ևս, այդ չեմ ասում այլ հետախուզական կառույցների հետ մեր համագործակցության մակարդակը, ընդհանրապես այդ հնարավորություն չկա։ Գործը վերաբացվեց 6 տարի առաջ։ Զոհված Յուրի Բախշյանի հայրի Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեժլումյանը դեռևս 2019-ին նշել էր, որ կան նյութեր, որոնք հիմք են տալիս շարունակելու նախաքննությունը եւ անելու բազմակողմանի քննություն, բայց սրանից հետո կրկին լռություն է եւ հարցերը օդում։ Համարյա կոնսենսուս կա այն հարցում, որ Հունանյանի ոճրագործ խումբը ինչ-որ պատվեր էր կատարել։ Նրանք եկել էին Վազգեն Սարգսյանի հետևից։ Եվ նա կարող էր շատ-շատերի համար, դրսի ազդեցիկ խաղացողների համար դառնալ ոչ ցանկալի պատմական դեպք։ Հասկանում եք։ Առավելևս, որ ինքը հայտարարում է, որ 21-րդ դարը մեր է պետք է լինի։ Խոսրով Հարությունյանն այդ ժամանակ փոխվարչապետ էր, պատասխանատու էր կառավարություն եւ ԱԺ հարաբերությունների կարգավորման համար։ Նա այդ օրը նստած էր հենց Վազգեն Սարգսյանի կողքը։ Իմ բախտը բերեց լրիվ պատահաբար, եթե նա մի փոքր ձեռքի շարժումը մի քիչ մի սանտիմետր ավելի կարող է ինձ էլ կպած լինել։ Ակնհայտ է, որ դա պետք էր նրանց, ովքեր ուզում էին հայոց պետականության ընթացքը, կայացման ընթացքը բեկել կամ ընդհատել։ Այդ վաճառագործությունից հաշված օրեր հետո երկրի նախագահ կար, կառավարությունը կար, ազգային ժողովը կար, բայց պետություն չկար։ Հասկանում եք, ինչ տպավորում է, որ մի անդարձ, անվերադարձ գործեցին պետություն։ Եվ ինձ մոտ հարց էր առաջանում։ Ինչու՞ մի մարդու ոճրագործ սպանության արդյունքում մեզանում պետականության ողնաշարը կոտրված է, լրջագույն հարց էր։ Հարությունյանի խոսքով հոկտեմբերի 27-ի ոճրագործության լրջությունը եւ հետևանքները մնացել են մինչ այս։ Դրանք ներկայում էլ ազդում են Հայաստանի Հանրապետության կառավարման վրա։ Դրանք վերածվեցին կենցաղային հարցերի քննարկման, պաշտոնի կամ աթոռի կռվի դավերագրել չի կարելի։ Ես անկեղծ պետք է ասեմ, որքան ես եմ կարողանում հասկանալ այս ամենի ստորջերյա խութերը, դժվար թե դա մեր իրավական համակարգը կկարողանա բացահայտել, որովհետև ես խորապես համոզված եմ, որ պատվիրատուները Հայաստանի սահմաններից շատ դուրս են։